Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 13-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Սկսած այս պահից Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար»։ Իր հերթին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը այլ տարբերակների շարքում քննարկում է Իրանի նկատմամբ ուժային մոտեցումները, բայց նախընտրում է դիվանագիտական լուծումը։ Լևիթը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը չի վախենում ռազմական տարբերակներ կիրառել, եթե դա անհրաժեշտ համարի, և Իրանը դա բոլորից լավ գիտի։ Այն ինչ դուք հրապարակավ լսում եք իրանական իշխանություններից, շատ տարբերվում է այն հաղորդագրություններից, որոնք վարչակազմը ստանում է անձամբ, նշել է Լևիթը։ Առաջին մասը, որ վերաբերում էր մաքսատուրքերին, նա, ով գործ կունենա Իրանի հետ, կվճարի ԱՄՆ-ի հետ առևտրի ժամանակ 25% մաքսատուր։ Էնպիսի մի սարսափելի թիվ չի մեր ծավալները ԱՄՆ-ի հետ առևտրի, որ այդ 25%-ը մեզ անհանգստացնի։ Բայց մեզ պետք է անհանգստացնի ուրիշ բան։ ԱՄՆ-ը վերցնելու է նայի, թե ով է աշխատում Իրանի հետ։ ԱՄՆ-ը նայելու է, որ Հայաստանից հավաստիացնում էին Իրանին, որ բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են։ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի։ Այսինքն, այդ բոլոր տնտեսական ծրագրերը Իրանի հետ կապված, Հայաստանը համարում է նաև, որ դիտարկում է Իրանին որպես ռազմավարական գործընկեր։ Այսինքն, սա Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ահազանգ է, որ մեր երկիրը փաստորեն այլ գծի մեջ է։ Սա է մեզ համար խնդիրը։ Գիտեք վատը որն է։ Պարբերաբար եղել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լարված հարաբերություններ է ունեցել Իրանի հետ, սա նորություն չի։ Նկատի չունեմ հենց զուտ հեղափոխության արդյունքում։ Հեղափոխությունից հետո պարբերաբար սրվել է Իրանի հետ հարաբերությունները։ Բայց Հայաստանը որպես փոքր պետություն միշտ էլ հարգել են Հայաստանի իրավունքը, որպեսզի ինքը ստիպված չլինի պլացդարմ դառնա որևէ մեկի համար Իրանին հարված հասցնելու, կամ էլ ինքը որպես փոքր պետություն պարտադրված չլինի ինչ-որ մեկի կողմից դուրս գա Իրանի դեմ։ Այսինքն այդ չեզոքությունը հաշվի են առել, որ փոքր երկրին չի կարելի պարտադրել, որ ինքը դառնա քո գործընկերը ընդդեմ, ասենք, Իրանի, և ըմբռնումով են մոտեցել։ Բայց հիմա, երբ որ այս վճռորոշ պահին Հայաստանի իշխանությունները Իրանի իշխանություններին ասեցին, հավաստիացրեցին, որ մեր բոլոր պայմանավորվածությունները ձեզ հետ ուժի մեջ է, այս հարցում արդեն Ամերիկան Հայաստանի իշխանություններին պնդելու է, թե դու հիմա կանես այնպիսի գործնական քայլեր, որ մենք հասկանանք, որ դու մեր կողմն ես։ Եթե մեր կողմը չես, մենք մեր վերաբերմունքը կառուցենք քո հետ կապված, որովհետև ավելի անտրամաբանական բան չկար, քան այս խառը ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունը իրանցիներին հավաստիացներ, որ մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ է և մենք ռազմավարական գործընկերության ենք գնում իրար հետ։ Դրա համար դրա հետևանքները էլի ենք տեսնելու, ուշադիր պետք է լինել այդ ուղղությամբ։ Հիմա նայենք, Չինաստանը քննադատել է Թրամփի վարչակազմի մոտեցումը Իրանի նկատմամբ զգուշացնելով միակողմանի ճնշման դեմ, քանի որ լարվածությունը շարունակում է աճել ամբողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում։ Այսինքն նաև Իրանի հետ աշխատելու հետ կապված պատժամիջոցներ կիրառել կամ թեկուզ մաքսատուրքեր բարձրացնելը Չինաստանը դե ինքը սատարում է Իրանին, Ռուսաստանը, Չինաստանը, Հայաստանը, դե մենք գիտենք։
բանը Թուրքիան այդ զգուշավոր քննադատաբար է այդ հարցին նայում, ամեն դեպքում փորձում է ցույց տա, որ Իրանը ինքնիշխանություն, բայց այս կոշտ չի արձագանքում Միացյալ Նահանգներին, ոնց որ դա անում է Գազայի դեպքում։ Ադրբեջանի ծպտունը ոնց որ մենք չենք լսում, որ ինքը ինչա վատ հարաբերություն ունի Իրանի հետ, ընդհակառակը ինքը այս ընթացքում այնպես է իրան պահում, որ հանկարծ իրան այդ ամեն ինչի մեջ չներքաշեն։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ ասում է, որ Պեկինը կտրականապես դեմ է ցանկացած անօրինական միակողմանի պատժամիջոցների եւ իր սահմաններից դուրս իրավական կարգեր պարտադրելու եւ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր շահերը պաշտպանելու համար։ Չինաստանի դիրքորոշումը սակագների անխտիր կիրառման դեմ հետևողական եւ հստակ է։ Սակագնային եւ առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պարտադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները, ասել է դեսպանատան խոսնակը։ Իսկ հիմա տեսնենք Իրանում ինչ է կատարում, մանավանդ վաղը իսկապես բախտորոշ օր է, որտեղ եթե նրանք հրապարակային կախաղան բարձրացնեն ընդդիմության ակտիվիստներին մի քանի հոգու, դուք պատկերացրեք, որ դա լարվածության նոր ալիք է առաջացնելու, իսկ իրանք արդեն ժամկետներ են ֆիքսել։ Դուք հիմա մտածեք աշխարհի արձագանքը ինչպիսին է լինելու, իսկ եթե իրանք այդ քայլին գնում են, նշանակում է իրանք նաև սպասում են այդ արձագանքին, այսինքն լարվածությունը վաղվանից ավելի է սաստկանալու։ Եթե երկրի ներսում են փորձեն արյունով ինչ-որ բան ճնշեն, այնուամենայնիվ պատկերացնում եք դրա արձագանքը ինչպիսին է լինելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Իրանը չի ընդունի թելադրանքները եւ կբանակցի միայն փոխադարձ հարգանքի հիման վրա։ Ինչպես ես բազմիցս նշել եմ, մենք պատրաստ ենք բանակցել, նրանք պետք է լինեն ազնիվ եւ լուրջ հիմնված հավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե թելադրեն, ասել է Արաղչին։ Իհարկե Արաղչին նաեւ հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչի հետ բանակցել են թե մինչեւ այս լարվածությունը թե դրանից հետո շարունակվում է այնուամենայնիվ, բայց առայժմ արդյունքների մասին չեն խոսում է նրա մասին, որ տեսնում եք, որ պետք է հավասարը հավասարի բանակցենք, այլապես մեզ համար դա ընդունելի չի։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների եւ հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ եւ հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Այս այլ հետաքրքիր մոտեցում է, որովհետև 1.650.000 քառակուսի կիլոմետրանոց Իրանում, որը ունի միայն ցամաքային սահման 5440 կիլոմետր, որը որ նաև ծովային սահման ունի Կասպից ծովով եւ նաև Պարսից ծոցով, որը նաև ասենք արաբական ծոց, որ նրանք չնեղվեն շատ, այդ պարագայում 3 երկիր է նշում Դոնալդ Տրամպը։ Եթե ինքը քարտեզին նայեր, տեխնիկապես պիտի պատկերացնի, թե ինչ հեռավորությունից իր քաղաքացին պիտի գա, որ Հայաստանով դուրս գա, կամ Թուրքիայով դուրս գա, կամ էլ այն կողմից գնա Թուրքմենստանով դուրս գա։ Այսինքն մնացած երկրներին չի վստահում։ Չի վստահում ոչ միայն Պարսից ծոցի կամ Կասպից ծովի հարևաններին, չի վստահում նաև Իրանի հարևաններին Աֆղանստան, Պակիստան, որտեղով որ նա կարող են ասենք դուրս գալ։ Համարում այն երկրները ու տեսեք, սրա մեջ անգամ Ադրբեջանը չկա։ Ինչ Ադրբեջանի հետ վատ հարաբերություններ ունի, որ Ամերիկայի քաղաքացիները չի ցանկանում որ մտնեն Ադրբեջանով դուրս գան, եթե նրանք կարող է գտնվեն Ադրբեջանի սահմանին մոտ որևէ տեղ աշխատելու։ Այսինքն սա նաև խնդիր է առաջացնում, որ ինքը համենայն դեպս պատկերացնում է, որ իր համար բարեկամ երկրների միջոցով դուրս գան, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բարեկամ երկրների ցանկի մեջ ելնենք, էլի, ոչ թե խաղեր տանք Իրանի հետ, հետո խնդիրներ ունենանք, որովհետև եթե Իրանի հետ խաղեր տանք, հետո Ամերիկան կոշտացնի, ասի կողմնորոշվի ում հետես, անիմաստ տեղը մենք պետք է գործիք դառնանք որևէ մեկի ձեռքին եւ դառնանք կոնֆլիկտի կողմ, որը մեզ հաստատ այս պարագայում պետք չէր։
այո, ես չեմ թաքցնում, որ շատ կուզենամ, որ Միացյալ Նահանգների գործընկերն լինի Իրանը։ Մի թաքուն բան չկա, պարզ ասել ենք ու մենակ այս լարվածության ժամանակ չենք ասել, տարիներով այդ մասին խոսելուց ասել ենք, որ օրինակներ ենք բերել։ Բայց այսօր իշխանության պարագայում նա պետք է ուղղակի չեզոքությունը պահպանի, ով կգա իշխանության, նրա հետ պետք է աշխատի։ Ոչ թե լարված ժամանակ ինքը իր զորակցությունը հայտներ Իրանին։ Իսկ հիմա նայենք, Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ զրույցում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձը։ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել զարգացնելու համագործակցությունը Մոսկվայի և Թեհրանի հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները և համակարգել իրենց դիրքորոշումները անվտանգությունն ապահովելու համար։ Ով կզարմանար։ Իհարկե, ով էր կասկածում դրանում, որ Ռուսաստանը պետք է իր զորակցությունը հայտնի, որովհետև Ռուսաստանի համար ծանրագույն հարվածը նաև Իրանը կորցնել է, Վենեսուելան կորցնել է, դա պարզ է, ինչ էր, հիմա հաջորդ քայլը Իրանն է, ուզիդ հեչուզի ինքը պետք է ասի, որ Իրանի զորակցում է, բայց այս պարագայում մեզ պետք չի ոտատա կանգնել, դրա մասին եմ ասում։ Առավել ևս, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մեր իշխանությունները չհիմնավորված կերպով համարում են եղբայրական և անընդհատ ընդգծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լավացնել, խորացնել ԵԱՏՄ-ի հետ, այս ընթացքում մենք տեսնում ենք Ռուսաստանից հնչած կարծիք, որ որևէ դեպքում պետք չի դա ներկայացնել, որպես որևէ հրապարակային գործիչ, ասենք Սալավյովի մասին է խոսքը, դրա մասին էլ ենք խոսել, որ ինքը կարծիք է հայտնել, որովհետև տոտալիտար Ռուսաստանում պատերազմի ժամանակ մի հատ նախադասության համար 18 տարի դատում են։ Ուզում եք ասեք համապետական եթերով մեկը նման կարծիք է հայտնում, դա իր անձնական կարծիքն է հայտնում։ Պարզ է, չէ, որ նա ուղղակի խոսափող է, որը որ գցում է լա մի հատ տեսնի դա ոնց է ընդունվելու հասարակության կողմից։ Եվ մենք պետք է դրանից համապատասխան եզրակացություն անենք։ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 648 մարդ, հայտարարել է Երևապաշտպան խումբը։ Իհարկե, այլ տվյալներով դե մի քիչ համացանցային հնարավորությունները, որ սահմանափակ է չեն կարողանում ստույգ թվեր ասեն, բայց համենայն դեպս ինչ որ հաշվարկ է արդյունքում խոսում են, որ արդեն այդ թիվը անցել է 2000-ը։ Լավ, այն ինչ որ հայտարարում են, դա ընդունենք, բայց նա էլ են հայտարարել։ Մինչ այդ Իրանի իշխանությունները փորձում են վերականգնել փողոցների նկատմամբ վերահսկողությունը զանգվածային համազգային հանրահավաքների միջոցով։ Կառավարության կոչը ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության հազարավոր մարդկանց է հավաքել, որոնց մասնակցությունը երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին որակել է որպես ապացույց անվանի, որ բողոքի ցույցերը, որոնք իշխանությունները վերագրում են արտաքին միջամտությանը, պարտվել են, այսինքն իրանք էլ կոնտր հանրահավաք են անում ի պաշտպանություն իշխանությունների։ 89 թվականից իշխանության գլուխ կանգնած եւ այժմ 86 տարեկան Ալի Խամենեին հայտարարության մեջ նշել է, որ երկուշաբթի օրվա կառավարամետ հանրահավաքները զգուշացում են Միացյալ Նահանգներին։ Այս զանգվածային վճռականությամբ լի հանրահավաքները խափանել են արտաքին թշնամիների ծրագիրը, որը պետք է իրականացնեին տեղական վարձկանները։ Այսինքն հիմա իրանք այնուամենայնիվ լավ գիտեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է հարվածի, պատահական չի, որ նաև ցանկանում է իր քաղաքացիները երկրից դուրս գան, որովհետև պատկերացնում եք, թե նրանք ինչ խնդիրներ կունենան Ամերիկայի հարվածների ժամանակ։ Բայց նույնիսկ այդ պարագայում ես մտածում եմ, եթե իրեք երկիր է նշում Թրամփը, այս լարված ժամանակները ամերիկացին ոնց է երկրի ամբողջ տարածքով գնալու, դե հիմա դա էլ պատկերացնենք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մասնակցել է Թեհրանի Ինգիլաբ հրապարակում կայացած կառավարամետ հանրահավաքին։ Ակցիային մասնակցել են նաև խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Լարվածության մասը դուք պատկերացնում եք։ Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարել է.
Մշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր, որը կոչվում է Իրանի բարգավաճման նախագիծ։ Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլից և դրա մշակմանը մասնակցել է ավելի քան 100 փորձագետ, ինչպես Իրանից, այնպես էլ արտասահմանից։ Առաջին փուլը ներառում է 180 օրով արտակարգ դրության հայտարարելը, սակապահովի ծառայությունների անվտանգության շարունակություն։ Վերջը, այդ բոլորը չկարդամ, մենք արդեն ունենք ծրագիր, մենք տարիներ շարունակ, այսինքն ինքը խոստովանում է, որ այս ծրագրի վրա տարիներով աշխատել են։ Ուղղակի իրանք առիթը օգտագործեցին, մարդիկ դուրս եկան դժգոհության և այդ առիթը օգտագործեցին, որ դա վերածեն իշխանափոխության։ Կարար ինքը այս խոստովանությունը չաներ, որովհետև այս խոստովանությունը հաստատ իր շահերից չի բխում, որ իրանք հետևողականորեն ծրագիրը պատրաստ սպասում են, որ մի հատ դժգոհություն օգտագործեն, տեղից էլ 21-րդ դարում նոնսենս է մտածենք կրոնապետության մասին, սենց թենենց այդ դժգոհությունը երկրի ներսում կա և օբյեկտիվ է այդ դժգոհությունը։ Եվ այդ դժգոհությունը ինչ-որտեղ կառավարելն էլ կարելի է հասկանալ, բայց խոստովանելը չեմ հասկանում։ Մենք արդեն ունենք ծրագիր, մենք տարիներ շարունակ պատրաստվել ենք այս մասին, սա մի նախագիծ է, որը ես ղեկավարում եմ և այն ներկայացնում է Իրանի տնտեսական վերականգնման և միջազգային հանրությանը նրա վերաինտեգրման ճանապարհային քարտեզը, նշել է Փեհլևին։ Հիմա մենք նայենք Հայաստանի հետ կապված ինչու՞մ է խնդիրը։ Հայաստանը արտգործնախարարությունից հայտնում է հունվարի 13-ից 14-ը արտգործնախարար Արադ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում։ Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Ուրիշ հայտարարությունը պետդեպարտամենտից է, հնչում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնական կայքում նշված է, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի արտգործնախարար Արադ Միրզոյանի հետ, հանդիպանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալներ Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը։ Հիմա խնդիր է առաջանում, որ այո, թրիփի հետ կապված այդ քննարկումները բնական է եկել է այն փուլը, որ պետք է արդեն պայմանավորվածություններ ձեռք բերեն աշխատանքային, ոնց որ Արադ Միրզոյանը որոշ ժամանակ առաջ ասեց, որ տարվա սկզբին այդ պայմանավորվածությունները կունենանք, որ գոնե տարվա վերջին սկսենք աշխատել, բայց հիմա այս պայմանավորվածության քողի տակ հաստատ Արադ Միրզոյանը պետք է կոնկրետ ներկայացնեն ամերիկացիները, որ կողմնորոշվի, եթե մենք հիմա այս թրիփը իրար հետ անում ենք ու մենք այդ ամեն ինչը անում ենք, Իրանի հետ կապված մեր լարվածությունը այս վիճակում է։ Այսինքն կոնկրետ կողմնորոշվեք մի բան, որ հաստատ մեր սրտով չի, այդ կողմնորոշվելը մենք կուզենայինք, որ առանց որևէ խնդրի, եթե ի վիճակի ենք այդ ճանապարհը աշխատի, բայց տեսնում ենք, որ այդ ճանապարհի հետ կապված Ամերիկայի շահագրգռվածությունը եկել է Ադրբեջանի նախաձեռնությունից, Թուրքիան լրջագույն դերակատարություն ունի, մենք երկրորդ պլան մղված ենք, դա մեր անվտանգությունը չի ապահովում, հիմա էլ փաստորեն իրանց այս պատերազմական իրավիճակում մեզ կողմնորոշվելու են պարտադրելու թրիփը օգտագործելով որպես առիթ, որովհետև թրիփի հետ կապված արդեն 3 տարածվեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում թրիփ երթուղու և տնտեսական ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը։ Այսինքն այդ թրիփի հարցը Ադրբեջանում քննարկվել է, կքննարկվի նաև Հայաստանում, բայց մինչև Հայաստանում Ամերիկայի ներկայացուցիչը քննարկի արդեն Արադ Միրզոյանը պետդեպարտամենտում, որովհետև Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, ամերիկյան և ադրբեջանական կողմերը քննարկել էին Թրամփի ուղի նախագծի իրագործման հեռանկարները։ Այսինքն սրա հետ կապված մենք ինչի խնդիր ունենք, որովհետև Հայաստանից միշտ հավաստիացրել են, որ Իրան դու պրոբլեմ չունես, սա հաստատ քո դեմ չի։ Վերջի շրջանում Իրանը ընդգծված ձևով անհամաձայնություն էր հայտնում, որ այդքան էլ այդպես չի։ Սկզբից ասեց, որ մեր կասկածները փարատվել են, հետո ասեց չէ, որովհետև տեսա, որ Ամերիկայի այդ լարվածությունը չի պակասում։ Եթե Ամերիկայի այդ լարվածությունը չի պակասում, ինչ ձև էլ Ամերիկան շահագործի այդ ճանապարհը,
այդ ճանապարհի շահագործման հետ կապված Իրանի շահերի հետ մենք հակասություն ենք ունենալու։ Որևէ ձևով մերոնց չի հաջողվում դա փարատել, որովհետև ասում են, էսի խաղեր ես տալ է, մեր հետ ուրիշ բան ես խոսում, նրանց հետ ուրիշ բան ես խոսում։ Երբ որ ասում ենք անհամատեղելին չես կարող համատեղել նույն Սյունիքում, դա խնդիր կառաջացնի, սրա համար ենք ասում։ Իսկ հիմա արդեն պատերազմական իրավիճակում անհամատեղելին համատեղել հնարավոր չի լինելու, բայց հեչ պետք չէր դրա կոնֆլիկտի կողմ դառնալ։ Իսկ հիմա նույն թրիփի հետ կապված շարունակվում է News գործընկերոջ տեսակետը Թուրքիայի տրանսպորտի ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն հայտարարել է. Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը։ Ադրբեջանը շարունակում է նախագծի վրա աշխատանքները։ Նախիջևանի կողմում կան նաև անավարտ հատվածներ։ Ադրբեջանը հավանաբար այս տարի կսկսի դրանց շինարարությունը, նշել է Ուրալօղլուն։ Նախարարի խոսքով թուրքական կողմն այս տարի առաջընթաց է ակնկալում այս ուղղությամբ։ Այսինքն թուրքական կողմը առաջընթաց է ակնկալում, բայց այնուամենայնիվ իրանք լավ պատկերացնում են, որ դա հնարավոր է անել ոչ շուտ, քան մինչև, բայց 2030 թվական, սա առաջի անգամ չի, որ այդ ժամկետը նշում են։ Այսինքն դա նշանակում է հաստատ Դոնալդ Տրամփի պաշտոնավարումից հետո։ Դա նշանակում է, որ իրավիճակ կարող է փոխվել ոչ միայն Դոնալդ Տրամփի պաշտոնավարման ավարտից հետո, այլ նաև իրավիճակ կարող է փոխվել այս տարվա վերջում, երբ որ տեղի ունենա ընտրություններ կոնգրեսի ստորին պալատում եւ 1/3 ռոտացիա սենատում, ու դրա արդյունքներով կարող է տեսնենք ինչ է կատարում, մանավանդ որ Դոնալդ Տրամփի հետ կապված այնպես չի, որ երկրի ներսում դժգոհություններ չկան, լա այդքան Վենեսուելայի հետ կապված չի այդ դժգոհությունների մասը, ինչքան ընդգծված ձևով Գրենլանդիայի հետ կապված խնդիր, մանավանդ որ հանրապետականները փորձում են օրինագիծ մտցնեն շրջանառության մեջ եւ հիմնավորեն թե ինչ է իրանց համար պետք, որ կոնգրեսը հաստատի Դոնալդ Տրամփին տալի ազորություններ մտածել ոնց վերցնի Գրենլանդիան, բայց դա իսկապես խնդիր է, որովհետեւ դեմոկրատները կարող է դրան լրջագույն ձևով դեմ լինեն։ Հարցը կայանում է նրանում, որ Եվրոպայի վերաբերմունքը մենք հասկանում ենք, չէ, ասում են Ռուսաստանը մտել է Ուկրաինա։ Ուկրաինա ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ Եվրամիության, բայց ասում է եվրոպական պետություն է, այս ինչ ես անում։ Դու մտել ես ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն, սուվերեն, եւ նրանից տարածք ես ուզում։ Դուք պատկերացնում եք Եվրոպայի դժգոհությունը, նա փող է ծախսում, նա Ամերիկայից զենք է առնում, նա իր հարկատուի բերանից կտրում է եւ Ուկրաինային է օգնում, որպեսզի նա պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։ Բայց այս դեպքում Դոնալդ Տրամփը ինչ է անում։ Նա այդ Եվրոպայից է տարածք վերցնում։ Եվրամիության անդամ երկրից է տարածք վերցնում, ՆԱՏՕ-ի անդամ երկրից է տարածք վերցնում։ Դա պատկերացնում եք Եվրոպայի արձագանքը որը պետք է լինի։ Ես դրա համար այնուամենայնիվ մտածում եմ, որ իրան չի հաջողվի այդպիսի ծանր հարված հասցնի Ամերիկայի շահերին։ Ես հասկանում եմ, որ իրան նաև Պուտինի փառքը հանգիստ չի տալիս, որ իրան էլ համարեն ինքը տարածքներ գրավողա պատմության մեջ այդպես մտնի։ Պատմության մեջ ինքը կմտնի, պետք չի որ չարչարվի, ինքը իր համար պատմություն գրի։ Իր վրա նենց պատմություն կգրեն, որովհետև ինքը նենց պատմությունների մեջ է մտնում։ Հաստատ պատմության մեջ պակաս էջեր չի լինի։ Պետք չի դրա համար գնալ Եվրոպայի տարճակատման։ Հիմա ուզում եմ ասեմ, որ այս խնդիրները, երբ որ մենք ունենք, այս խնդրի պարագայում նաև տեսեք Իրանը Ռուսաստանին վաճառել է մոտ 2.7 միլիարդ դոլարի բալիստիկ եւ զենիթային հրթիռներ։ Զենքի պայմանագրերը կնքվել են 2021 թվականի հոկտեմբերին ռուսական բանակի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Դե պարզ է Ռուսաստանը շատ լավ գիտեր, որ պատրաստվում է ներխուժելու, արդեն կուտակում էր իր համար անհրաժեշտ զենքը։ Եթե մի քանի ամիս առաջ է կուտակել, հաստատ ինքը գիտեր, չէ, եւ հարձակվելու։ Գնումները ներառել են հարյուրավոր FAT 366 կարճ
հեռահարության բալիստիկ հրթիռներ, մոտ 500 այլ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ եւ մոտ 200 երկիր դասի հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Թեհրանը նաեւ Ռուսաստանին մատակարարել է միլիոնավոր փամփուշտներ եւ հրետանային արկեր։ Իրանի իշխանությունները նաեւ փոխանցել են Շահիդ 136 կամիկադզե անօդաչու թռչող սարքեր եւ դրանց արտադրության տեխնոլոգիա, ինչը թույլ է տվել Ռուսաստանի երկրում արտադրել Գերան 2 անվանման անօդաչու թռչող սարքեր։ Անօդաչու թռչող սարքերի համար պայմանագիրը, որը կնքվել 2023 թվականին, 23 թվականին, այսինքն պատերազմի հաջորդ թվականի սկզբին, արժեցել է 1 միլիարդ 750 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը 2021 թվականի վերջից ի վեր իրանական զենքի վրա ծախսել է ավելի քան 4 միլիարդ դոլար եւ մոտ ապագայում սպասում է լրացուցիչ մատակարարումների։ Հիմա ինչու sense մանրամասը կարդացի, խնդիրը որն է։ Իրանը զենք արտադրող է։ Եթե կա առնող, արտադրողներ կարա վաճառի, ինչ մի զարմանալի բան է, որևէ խնդիր չկա։ Նույն ձևի Հայաստանն էլ է զենք արտադրում, վաղը որ ուզենան չի վաճառելու, բայց խնդիրը ուրիշ է։ Մենք չենք խոսում նրա մասին, թե դու արտադրել ես եւ վաճառում, դու գիտես ում ես վաճառում եւ ինչի համար ես վաճառում։ Դու վաճառում ես Ռուսաստանին, որը հարձակվում է իր հարևանի վրա, եւ Եվրոպան, ոնց որ ասեցի, իր հարկատուի բերանից կտրում է, օգնում է Ուկրաինային։ Բա ուզում ես Եվրոպան քո մասին ինչ կարծիքի լինի։ Ռուսաստանն էլ ասում էր ես զենք եմ արտադրում եւ վաճառում եմ Ադրբեջանին, բա սա բիզնես է, ոչ մի անձնական բան։ Ինչպես կասեր երջանկահիշատակ Ալ Կապոնեն, Չիկագոյի մաֆիայի պարագլուխը անցյալ դարի 20-30-ական թվականներին։ Այո, դա բիզնես է, ոչ մի անձնական բան, բայց դու հարձակողական զենք ես տալիս Ադրբեջանին, հաստատ իմանալով, որ մեզ է խփելու։ Պաշտպանական էլ չես տալի, որ ասես, բայց ով է ասում, որ քեզանից է պաշտպանվելու։ Դու երբ էիր ցանկանում Ադրբեջանի վրա հարձակվես, որ դու միշտ խոսել ես բանակցության ժամանակ Արցախի հետ կապված զիջումներ անենք կարգավիճակի դիմաց։ Ես նրան պաշտպանական զենք եմ տվել, ուրիշից պաշտպանվի։ Բա որ հարձակողական ես տվել, չգիտեիր ում համար ես տվել։ Քո բարեկամ Իրանին էր խփելու, ում էր խփելու Ադրբեջանը։ Վրաստանի հետ էր կռվելու, ում հետ էր կռվելու այդ զենքով։ Լավ գիտեիր, որ ինքը կիսատ գործ ունի Հայաստանի հետ։ Այսինքն դու հարձակողական զենք ես տվելու, ասում ես, սա բիզնես է, ոչ մի անձնական բան, Հայաստանն էլ մտածում է, բա չունենամ քոպես դաշնակիցը։ Դե ես էլ մտածեմ, որ ինձ համար էլ բիզնես է, ուրիշի հետ ունենամ իմ անձնական անվտանգությունը պահելու համար։ Բելարուսը հարձակողական զենք տալիս էր Ադրբեջանի որում դեմ օգտագործի։ Ստեղ խնդիրը նա է, որ Իրանը որևէ ձևով Եվրոպայից նեղանալու ոչ մի բան չունի։ Որովհետև Եվրոպան ասում է, ես կռվի մեջ եմ, դու իմ դեմ ես կռվում։ Ուտեղ արդարացում չկա։ Ու նույն ձևի Եվրոպան մեր հետ կապված է, եթե մենք խաղեր ենք տալի Իրանի հետ, նաև պրոբլեմ ենք ունենում։ Եվ դրա համար ես ինչի համար այսքանը թվարկեցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է իրանցի ցուցարարներին։ Մենք կանգնած ենք Իրանում հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի պաշտպանների կողքին եւ դատապարտում ենք կառավարության կողմից Իրանում կանանց եւ տղամարդկանց նկատմամբ լայնածավալ բռնությունը, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Բացի այն, որ իրանց համար ժողովրդավարական արժեքները կարևոր է, նաև ես ներկայացրեցի, որ նաև շահերի հարց կա, չէ։ Դու ուզում ես փող աշխատես, ասում ես սա բիզնես է, ես զենք եմ վաճառում, ես է ծախս եմ անում, որ դրա դեմը կռվեմ։ Բայց ինչի՞ պիտի քո գործընկերը ելնեմ։ Կամ ինչի՞ պիտի ուրախ չլինեմ, որ քո երկրի ներսում ոտի կկանգնեն ժողովուրդը եւ կցանկանան տապալել այդ իշխանությանը, որը գործնականում կռվում է Եվրոպայի հետ, Ռուսաստանի միջոցով։ Ու դրա համար Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կրկին կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել ցուցարարների դեմ բռնությունը։ Եթե ռեժիմը կարող է իշխանությանը կառչել միայն բռնության միջոցով, ապա այն փաստացի կործանված է։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ականատես ենք այս ռեժիմի վերջին օրերին եւ շաբաթներին, ասել է Գերմանիայի կանցլերը։ Միանշանակ շատ նորմալ։ Եթե քեզ համար բիզնես է Ռուսաստանի հետ, ագրեսորին, օկուպանտին, վարձում արդասպաններին զինում ես, որպեսզի այդ պատերազմը շարունակվի Եվրոպայի հետ, այդ մարդկանց հետ բան չես զարմանում։ Ինչ ես զարմանում, որ նրանք ասենք սատարում են ընդդիմությանը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է. Իրանում զոհերի թվի աճը սարսափելի է, ես միանշանակ դատապարտում են ուժի չափազանց կիրառումը եւ ազատության շարունակական սահմանափակումը։ Շուտով կառաջարկվեն լրացուցիչ պատժամիջոցներ բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ։ Եվրամիությունն արդեն պատժամիջոցներ է կիրառել մի քանի հարյուր իրանցի պաշտոնյաների նկատմամբ նախորդ բողոքի ցույցերի դեմ պայքարի եւ Թեհրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։ Իրանը չգիտեր, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանին աջակցելու համար։ Նորություն է դա իր համար։ Այսինքն քո վարած քաղաքականությունը դեմ է այն համաեվրոպական ծրագրին, որոնք ասում են ագրեսորին պետքա պատժել։ Բայց տեղդ վեր ընկնեիր, քո գործերով զբաղվեիր։ Ինչ չէր մտնում ռուս-ուկրաինական պատերազմ, քեզ վռած փողեր պետք։ Չէ, դու պարզապես աջակցում ես Ռուսաստան ու չէր էլ թաքցնում, որ դու աջակցում ես Ռուսաստանին։ Դրա համար սա խնդիր է առաջացնում։ Վատանա է, որ մենք ենք անիմաստ տեղը հայտնվում կոնֆլիկտի կողմ, թե չէ կարող ենք համարել, ասենք դե լավ, թող իրանք իրանց հարցերը լուծեն, բայց դե մեր հարևանն է, հիմա դուք պատկերացնում եք, հազար ու մի բան կարող ալնել։ Եթե Ամերիկան գտնում է, որ պետք է իր քաղաքացիները շատ արագ Հայաստանի տարածքով դուրս գան, մենք անհանգիստ ենք, որ կարող չսարքեն, որ ուրիշներն էլ փորձեն դուրս գան եւ տեղ չունենալու գնալու Հայաստանում մնան։ Լա չգիտենք դրան գործը կհասնի, թե շատ արագ կկարգավորվի, դրան չի հասնի։ Մենք մտածում ենք, որ բեռների խնդիր կունենանք։ Մենք մտածում ենք, որ շատ հարցեր կունենանք, ոնց որ երեք Սփյուռքի հանձնակատարը խոսում էր, որ շատ անհանգիստ ենք, բայց առավոտ օրը Նիկոլ Փաշինյանը սկսել էր թմբուկ զարկելով։ Դե ինչ ասեք, ստեղի է այդ մարդու պատկերացումը, որ դրանով ժողովրդին երևի ասում է, դրանով ոչ թե ժողովրդին հանգստացնում, այլ ժողովուրդը հասկանում, որ անլուրջ ոչ adekvat մարդու հետ գործ ունենք։ Իսկ հիմա մի բան էլ նայենք, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է. Մենք շատ լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, մենք քննարկեցինք մի շարք թեմաներ, այդ թվում անվտանգության ապահովումը, առանց ինքնիշխանության խախտման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Մենք նաեւ անդրադարձանք առևտրին եւ ներդրումներին։ Շեյնբաումն ասել է, որ համագործակցությունը եւ փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս։ Իրեւ նաեւ հավաստիացրել է, որ ընդհանրապես բացառում է, որ Միացյալ Նահանգները կարող է զորք մտցնի Մեքսիկա։ Սա ինչի համար կարծացի թվում է թե թեմայից դուրս է, եթե Դոնալդ Տրամփը այս սկզբից որ ոգևորված էր Վենեսուելայի դեպքերով, արդեն ասում էր Կուբային էլ տեղը դնում, Մեքսիկային էլ ասում էր չես կարող երկիրը ղեկավարես, կարտելներն են ղեկավարում, զինված խմբավորումները, դու փաստացի ես նախագահ, իրական նախագահը դու չես բան, այտենց անհարգալի ձևով արտահայտվում էր, բայց ոնց որ թե հասկացա, որ բոլորին միանգամից սենց պատերազմ հայտարարելը անիմաստ է, դա խնդիրներ կառաջացնի։ Եթե գոնե այդքանը կողմնորոշվել է եւ գոնե Մեքսիկայի հետ կապված հետքայլ է կատարել, որ ավելի լավ է բանակցենք, այլ ոչ թե Ամերիկայի դեմ բանակ կազմենք, որ բոլորը մտածեն, որ եթե Միացյալ Նահանգները մտել է Վենեսուելա, վաղն է կմտնի իրանց մոտ, ինքը պետք է բացատրի, բայց ձեր մոտ մտնելու ինչ խնդիր ունենք, որ Վենեսուելա մտել ենք, որովհետև նա Ռուսաստանի դաշնակիցն էր, Վենեսուելա մտել ենք, որովհետև Ռուսաստանը զինում էր, եւ Ռուսաստանի զենքի հետ կապված մենք տեսանք նաեւ այն զենքը, որ նաեւ Հայաստանին էր վաճառում, այն զենքը, որ Հայաստանին տար փողը տվեցին, միջև մի չի տվե, ոչ փողնա տվե, ոչ զենքը։ Այդ նույն զենքներ չէ, որ ոգևորված ասում էր Վենեսուելայում դու պրոբլեմ չունես ամեն ինչ։ Պարբերաբար երբ որ խոսում էինք, որ Ռուսաստանի հետ կապված գործընկերությունը այսպես է, մեզ մեղադրում էին, ասում էին, դե մենք ռուսներին քննադատում ենք, իրանք լավ են անում, մեզ պատժում են։ Մենք ենք մեղավոր, որ ինքը մեզ չի աջակցում։ Մեռանք բացատրելով, որ ինքն է մեզ դավաճան է, ոչ թե մենք իրան։ Հիմա ինչ եք կարծում, Իրանի հետ կապված էլ, եթե ինքը նույնիսկ հայտարարում է, որ սատարում է, ինչ է անելու Իրանի հետ կապված կոնկրետ։ Իրանի զենքը վերցրել է, հիմա դեռ հույս ունի, որ էլ Իրան զենք տա։ Վենեսուելան է տեսանք, քանի րոպե տևեց, այնտեղ փոխել է այդ ամեն ինչը եւ քանի միլիարդի զենք էր տվել Ռուսաստանը, նաեւ ինչպիսի վարկեր էր տրամադրել եւ ինչպիսի փոխառություններ ու սպասում էր, որ նորմալ գործընկերություն ունի Վենեսուելայի հետ Ամերիկային թիկունքից խփելու։ Տեսանք, չէ՞։ Մադուրոն ինչ էր արել Պուտինի դեմ։ Կարող է փիս-փիս բաներ էր ասել։
Սա է այդ գործընկերությունը, ժողովուրդ ջան։ Եվ դրա համար շատ մարդիկ, երբ որ մենք իրական վիճակն ասում ենք, ինձ ծանր են տանում։ Մարդիկ էլ կան, օրինակ Ռուսաստանը մեր հայրենակիցների շատերն են ինձ գրում, տարբեր քաղաքներից, շատ գոհ, շատ ոգևորված, ասում են լավ է, գոնե այսքան ինֆորմացիայի բացակայության պարագայում ձև ենք գտնում, գոնե ձեզ նայում ենք, լավ մեր մոտ էլ սենց է, լավ ավելի վատ վիճակ է եւ այլ եւ այլ։ Ժողովուրդ ջան, եթե նրանք ովքեր իսկ գիտեք ովքեր են հիմնականում ինձ ահաբեկում։ Ռուսաստանի ապրող հայերը, չէ, Հայաստանի ապրող պուտինամերները, որ շատ ծանր են տանում։ Ես ուզում եմ իմանամ, տղեկ, դուք Պուտինի ի՞նչն եք, որ տենց Հայաստանում ապրելով Պուտինի համար պատրաստ եք հայ մարդուն սպանել, չնայած ձեզանից մի վախեցող էլ չկա։ Ձեր Պուտինին բանասողը դուք եք մնացել, որ ձեզանից վախենան։ Բայց ես ուզում եմ իմանամ, դուք Ալինա Կաբաևան եք, Պուտինի հետ հարաբերություն ունեք, դրա խաթեր պատրաստ եք կյանքներդ զոհաբերեք։ Ալինա Կաբաևայի տղեն եք, որին Պուտինն է ստեղծագործել, այդտեն ձեզ պարտական եք զգում պապային։ Կարաք բացատրեք հայ մարդը Պուտինին քննադատող մարդուն, որ ասենք ասում է, ախ տես ինչ ես անելու։ Ինչ որ արվելու է, քո հետ արվել է, եթե ուղեղ չունես։ Աստված որ մեկին պատժում է, ուղեղն է հանում, էլի խելքը հանում է։ Դու Աստծո կողմից պատժված մարդիկ եք, ժողովուրդ ջան, պետք չի որևէ բան ասել։ Էսա վիճակը։ Ռուսաստանը հիմա ինչ էր։ Հայաստանից ինչքան հայ, Ռուսաստանը ինչքան հայ կար, ասում էր, մի բանը տեղից ասում եք, ստեղ մեզ նեղում են։ Հիմա տեսակ այդ նույն մարդիկ ինչ են տեսնում։ Իրանց նեղում են։ Հնդիկներին բերում լստում են, տեսել եք ինչա կատարվում։ Հավան չէին Կենտրոնական Ասիայի ժողովրդին, բայց այդ փողոցները հավաքող չկա։ Դե գնացեք հավաքեք, բախի չեք անում։ Ձեր ամբողջ համակարգը կանգնել է, որտեղ գործանող չկա։ Հնդիկներն եկել են, որ գործանեն, այն միամիտներ։ Գործանող հնդիկը արևմտյան երկրներում է։ Շատ բարձր աշխատավարձով ինտելեկտուալ հնդիկը այնտեղ է։ Եթե որևէ մեկ ուզում է իմանա այդ հնդիկները կարճ ժամանակ հետո Ռուսաստանը ինչ են սարքելու, դուս են գալու փողոց խնդրեն, ասեն հետ տվեք մեր ուզբեկներին, կիրգիզներին, հայերին, հետ տվեք ժողովուրդ, այս ինչ փորձանք բերեցինք մեր գլուխը։ Ովքեր որ ուզում են իմանան ինչ փորձանք է Ռուսաստանն իր գլուխը բերել եւ մի հատ էլ ցանկանում է Հայաստանին տիրել, վերցրեք այդ բոլոր Ռուսաստան եկած հնդիկների հասցեն ուղարկեք մեզ, խնդրենք մեր տուր օպերատորներին, մի հատ տուրիստական ուղևորություն կազմակերպեն, գնան այդ մարդկանց տներում մի հատ նկարահանում անեն, թե ինչ խոզանոցից են իրանք եկել Ռուսաստան։ Ինչ վիճակից են, նրանք այդ միջավայրին են սովոր, նրանք այդ միջավայրը դարձնելու են Ռուսաստանի մեծ քաղաքները։ Նրանք չեն եկել աշխատելու, նրանք որ աշխատող լինեին, արևմուտք կգնային, նրանք որ աշխատող լինեին, իրանց երկրում կաշխատեին։ Նրանք աշխատողը չեն։ Նրանք ցուցակով հանել են երկրից, ասել են գնացեք Ռուսաստան։ Կարճ ժամանակ հետո դուք կտեսնեք ինչա կատարվելու։ Միակ արտադրանքը, որ իրանք կտան, դա հնդիկ երեխեքն են։ Այդ հարցում չկասկածեք։ Հետո նոր կհասկանաք Հայաստանին ինչ արհավիրք եք ցանկանում, որ մենք լինենք Ռուսաստանի ազդեցության տակ։ Տեղից է մենք մեր խնդիրները մտամ լուծել ենք, մնացել է Ռուսաստանի խնդիրները մեր վրա մնա։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, այսօր մի հատ էլ ելույթ է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսել է ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, հստակեցեց, երեք ես բենզինի մասին խոսում էի, որ ադրբեջանական արտադրության է, բայց մենք այդ դրա որակի հետ կապված որևէ ինֆորմացիա չունենք, հիմա հասկանանք։ Եվ հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։ Ադրբեջանից հիմնականում ներմուծում է պրեմիում տեսակի բենզին, եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով։ Նախկին 1 լիտրի դիմաց 510 դրամի փոխարեն 430 դրամ։ Հիմա նայեք, ասում եկավ պրեմիում բենզին եւ 15%-ով գինը նվազեց։ Այդ եկած բենզինը համեմատած ծավալների հետ, որ մենք պրեմիում բենզին ուրիշ տեղից բերում ենք, քանի տոկոսա կազմում է այդ մի քանի ցիստերնը։ 15% գինը ո՞նց իջավ շուկայում։ Այսինքն կարող էր մի քանի ցիստերնը
15%-ով գինի չհասնի, կարող է դու այդ պարտիան 15% էժան վաճառեիր։ Եթե 15% էժան վաճառելուց հետո նորից գինը ընդհանուրի չելա, այն դեպքում երբ քո բերած ծավալները շատ փոքր է, ուրեմն դուք արհեստական բարձրացրել եք գները։ Դիտավորյալ, լավ էլ պայմանավորված, նաև ձեր սրտի օլիգարխների միջոցով, բայց ինքը մեղքը ուրիշների վրա է գցում, մտածեք։ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2%-ով, այսինքն հենց դիզվառելիքը 2 օր առաջ մտել է 2%-ով նվազել է, այսպիսի շատ լավ հաշվարկ են արել, բայց պակասել է հենց 2% պակասով վաճառել են դա, թե ընդհանուր շուկան է գինը էժանացրել։ Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլար բենզինի նվազագույն եւ այլ, լավ, մտահոգությունները պարզապես տեղ չունեն, որ մարդիկ մտահոգվում են, ասում են Ադրբեջանից բենզին ա բերեք, կարող է անորակ բացխի ենք Ադրբեջանին փող տալիս, ինչի ենք հարստացնում նրա երկիրը, ինքը ասում է մտահոգությունները պարզապես տեղ չունեն, պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում ու քաջալերում են այն ընկերությունները եւ շրջանակները, ովքեր դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել ու նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են այն մոնոպոլիաները, որոնք փաստացի վերանալու են ու օգտվելու է ՀՀ քաղաքացիները։ Այսինքն ինքը ուզում է ասի 7.5 տարվա վարչապետը արհեստականորեն գինը բարձր պահել են, ինքը մի վագոն, սենց, չէ, մի գնացք, սենց բենզին մտցրեց Հայաստան ու դրանից հետո գներն ընկավ ու ինքը պայքարեց մոնոպոլիաների դեմ։ Բա որ մոնոպոլիաների դեմ 7.5 տարի չես բաշարում պայքարես։ Բա պայքարեիր ուրիշ մեթոդներով։ Բա քո լծակներն ուրա։ Վերահսկիչ ֆունկցիա տուրա, կարգավորիչ ֆունկցիա տուրա կառավարության։ Դա թմբուկ խփել չի է։ Դա կոնկրետ գործառույթ է, ֆունկցիա է, որ դու պետք է ունենաս։ Բա կարողանայիր կարգավորեիր։ Բա դու քո սրտի օլիգարխներ ուներ, թող իրանք էժան բերեին, գինը գցեին, դու ասում ես արհեստականոր է գինը բարձրացրած, եթե արհեստականորեն է բարձրացած, ձերոնց ասեիր իջացնեին, նրանք էլ ստիպված իջացնեին։ Մենակ Ադրբեջանից պետք է լիներ, հա, որ գինը իջացնեիր, որպեսզի նախընտրական բոնուս տային քեզ։ Այսինքն եթե դու մեղադրում ես, որ բոլորով գինը բարձր են պահել, դրանց մեջ նաև կան մարդիկ, ով այսօր Ադրբեջանից բենզին է ստանում, կոմոդիկներն են, որոնց հանձնարարել ես, որ դա անեն։ Բա նրանք ինչ էին նույն գնով վաճառում։ Եզրափակելով իմ խոսքը, Փաշինյանը նշել է, որ սա խաղաղություն է ու մենք պետք է սովորենք այդ խաղաղությանը, սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ արձանագրում է։ Հարցածագում, այսօր որ Իրանը խաղաղ չէր մի քանի օր առաջ։ Իրանը որ խնդիր առաջացավ արտաքինից էր, երկի ներսում սոցիալական խնդիրները բունտ առաջացրեց, դրսից նպաստեցին, որ հիմա դառնա հեղափոխություն։ Հայաստանին անընդհատ ասում ես, եթե Ադրբեջանի հետ լավ ենք, գնանք Ադրբեջանի շահերը սպասարկեն, խաղաղություն կլինի։ Որ մի հատ Հայաստանը մի հատ պայթուն լինի, խաղաղություն լինելու, յա։ Որ դրսի ուժերը ցանկանան քեզ տապալեն, խաղաղություն լինելու, յա։ Որ ներսում է շատերը, որ զզվել են քեզանից, առիթը օգտագործեն, խաղաղություն լինելու, յա։ Բայց այդ ամեն ինչը բացատրում ենք, ինչի համար ենք բացատրում։ Որ մեր երկրի ինչի տակ ես մտցնում, որ մարդկան ցույց տաս, որ իմացի Ադրբեջանն է մեր խաղաղությունն ապահովելու եւ Ադրբեջանի շնորհիվ մենք բենզինի գին ենք գցելու, մոնոպոլիաների դեմ պայքարելու ենք Ալիևի շնորհիվ։ Էս ինչ հեքիաթ է, էս ինչ մանկապարտեզ է։ Չհասկացած այդ բանից ասել ենք մի խոսա, այսինքն դա նշանակում է ընդհանրապես մի խոսա։ Լավ, գոնե ծայրադեպքում դմդմբացրու։ Այդ մի բանը գիտեիք, այն հեղափոխությունն է դմդմով արի։ Մինչև մի դմդմի մակարդակի եկել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։